Ողջույն, ինչպես եւ խոստացել էի, խոսելու եմ ընտրակաշառքից։ Ներկայացնելու եմ, թե ինչպես է ընտրողը ընտրակաշառք վերցնելուց դառնում ստրուկ եւ փաստացի հարստացնում այն մարդուն, ով իրեն ընտրակաշառք է տվել։ Նախ սկսեմ նրանից, որ անկախացումից ի վեր Հայաստանում ոչ մի կերպ չի ստացվում ձերբազատվել այս արատավոր մեխանիզմից։ Գիտեք, իրականում գուցե ընտրողները մտածում են, որ մենք որևէ ազդեցություն չենք կարող ունենալ քաղաքական process-ների վրա, մեր քվեով ոչինչ չի որոշվելու, ավելի լավ է այս պահին այս գումարը վերցնենք, մեր ինչ-որ առօրեական հարցեր լուծենք, միևնույն է մեր ձայնը որոշիչ չէ։ Եվ հենց այստեղ է ամենամանիպուլյատիվ բնույթը ընտրակաշառքի։ Հիմա մանրամասն կբացատրեմ ինչպես եւ ինչու են քաղաքական ուժերը ընտրակաշառք բաժանում, ինչ նպատակ ունեն։ Պետք է շատ գրագետ մոտենալ այս հարցին եւ հասկանալ, որ որևէ քաղաքական ուժի, քաղաքական գործչի մեջ չի կարելի փնտրել փրկչի։ Քաղաքական ուժերը առհասարակ չեն մտնում քաղաքականություն մարդկանց փրկելու համար։ Այդ ուժերից ոմանք ուղղակի բիզնես են անում, ներդրում են կատարում քաղաքականության մեջ, նպատակ ունենալով հետագայում հետ բերել իրենց ներդրած գումարները։ Իդեպ սա վերաբերում է ոչ միայն իշխանությանը, այլ նաև քաղաքական ուժը կարող է ընդդիմություն դառնալով նորից հետ բերել իր ներդրած գումարները կամ պահել իր կապիտալը։ Հիմա մանրամասն կբացատրեմ, թե ինչպես է աշխատում այս մեխանիզմը եւ ինչու են նաև այդ ուժերը ձեզ ընտրակաշառք առաջարկում։ Եկեք հասկանանք ինչ է իրենից ներկայացնում ընտրակաշառքը։ Այդ 10,000, 100,000, 150,000 ինչ որ X չափի գումարը քաղաքական ուժը ներդնում է քաղաքականության մեջ հետագայում հետ բերելու ակնկալիքով եւ արդյունքում ստացվում է մի շատ հետաքրքիր մեխանիզմ, այսինքն ընտրողը կոպեկներով գնում է իր ձայնը տալիս է ինչ-որ X ուժի, որը եթե դառնում է իշխանություն, ապա տենդերների միջոցով, ճանապարհների շինարարություն, դպրոցներ, մանկապարտեզներ, բազմաթիվ շատ ոլորտներում, բազմահազար գնումներ է կատարում պետությունը, որոնց միջոցով էլ հենց այդ ուժը, որը փաստացի արդեն բաժանելով ենթադրաբար 1 միլիարդ դրամ օրինակ ընտրությունների ժամանակ որպես ընտրակաշառք, տասնապատիկ անգամներ հետ է բերելու պետական բյուջեի միջոցներից, այսինքն հենց ձեր կողմից վճարված հարկերից։ Արդյունքում այն քաղաքացին, ով վերցրել է այդ 10,000 դրամը, 100,000 դրամը, փաստացի իր 5 տարվա նորմալ բարեկեցիկ կյանքը կոպեկներով վաճառել է տվյալ քաղաքական ուժին։ Այդ քաղաքացին շարունակում է ունենալ վատ դպրոցներ, չվերանորոգված ճանապարհներ, վատ մանկապարտեզներ, վատ առողջապահություն։ Եվ ինչն է ամենահետաքրքիրը, որ ընտրակաշառքից ամենաշատը տուժում են հենց աղքատ բնակչությունը, այսինքն այն մարդը, ով գումարի խնդիր ունի եւ փաստացի մտածում է, որ այդ պահին վերցնելով այդ գումարը լուծելու է իր համար ինչ-որ կարևոր հարցեր, իրականում տուժվում է։ Ինչի համար, որովհետև եթե քիչ թե շատ եկամուտ ունեցող քաղաքացին կարող է ինչ-որ կերպ լուծել իր հարցերը, այսինքն ամբողջովին կախված չէ պետությունից եւ փաստացի իր եկամտի աղբյուրը, իր գործունեությունը պետությունից որոշակիորեն կախված են, բայց նա ամբողջովին կախված չէ պետությունից, ապա աղքատ բնակչությունը ամբողջովին կախված է պետությունից։ Նա օգտվում է տարբեր սոցիալական ծրագրերից, առողջապահական ծրագրերից, եւ եթե նա ընտրակաշառքով իշխանության է բերել մի քաղաքական ուժի, ապա այդ քաղաքական ուժի գերնպատակը լինելու է ընտրություններում իր ներդրած գումարները հետ բերելը, այլ ոչ թե այդ աղքատ մարդու բարեկեցության հարցը լուծելը։ Ի վերջո ինքներդ ձեզ հարց տվեք, եթե այդ քաղաքական ուժը, գործիչը իրականում ձեզ փրկելու հարց է լուծում, նա ցանկանում է լավ բան անել, դրական առաջարկներ ունի, նա առաջարկում է ծրագրեր, որոնք բխում են ձեր շահերից, ապա ինչու է նա ձեզ փող առաջարկում, որպեսզի դուք իրեն ընտրեք։ Չէ՞ որ եթե նա այդպիսի դրական գործունեություն է ծավալում, ապա ինքնաբերաբար դուք ինքներդ պետք է ցանկություն ունենաք նրան ընտրելու։ Եթե այդ ցանկությունը չկա եւ նա ձեզ մի հատ էլ պետք է մոտիվացնի ընտրակաշառք տալով, հետեւաբար առաջանում է հարց. ինչու է նա դա անում։ Պատասխանը շատ պարզ է, քանի որ նա զուտ ներդրում է կատարում
հետագայում այդ ներդրումը բերելու, հետ բերելու պայմանով։ Իդեպ, նա այդ ներդրումը հետ է բերելու երկու պարագայում էլ։ Եթե ազգային ժողովում որպես ընդդիմադիր ֆրակցիա է մտնում, հա, այսպես ասած ընտրությունների արդյունքում որպես ընդդիմություն է գալիս ազգային ժողով, եւ եթե իշխանություն է դառնում, ապա տասնապատիկ անգամ նա հետ է բերելու իր ներդրած գումարները։ Հաջորդ պատճառը, թե ինչու չի կարելի վերցնել ընտրակաշառք, քանի որ այդ պարագայում ընտրողը իրեն թալանված է զգում։ Տեսեք, նույնիսկ այն դեպքում, երբ իշխանության է եկել այն ուժը, որ ընտրակաշառք է բաժանել, ընտրողը շարունակում է վճարել հարկեր, պետական տարբեր մուծումներ, տույժեր, տուգանքներ եւ այլն։ Եվ արդյունքում նա չի հասկանում ինչի համար է նա այդ վճարները անում, քանի որ այդ ուժը, որը ընտրակաշառք էր վերցրել եւ եկել էր իշխանության, նրա բուն նպատակը պետք է լինի նախ իր ներդրած գումարը հետ բերելը։ Հետևաբար նա չի մտածելու այդ ընտրողի վճարած հարկերը արդյունավետ օգտագործելու մասին։ Նա առաջին հերթին մտածելու է իր ներդրած գումարները հետ բերելու եւ օգուտ ունենալու մասին։ Հիմա ենթադրենք ընտրություններում օրինակ ինչ որ քաղաքական ուժ բաժանում է 100,000 դրամ ընտրակաշառք յուրաքանչյուր մարդուն։ Ենթադրենք այդ մարդուն պետք է օրինակ այդ ուժին պետք է 700,000 ձայն օրինակ իշխանություն ձևավորելու համար։ Ստացվում է, որ նա մոտ 191 միլիոն դոլար ծախսելու է ընտրակաշառք բաժանելու վրա, եթե դրան գումարում ենք շտաբեր, նախընտրական քարոզչություն, այլ ընտրական ծախսեր, շատ կոպիտ հաշվարկներով հաշվենք 500 միլիոն դոլար գումար է ծախսում ընտրություններում հաղթելու վրա։ Հիմա 2026 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կազմում է 8.1 միլիարդ դոլար, այսինքն մարդը կես միլիարդ դոլար ներդրում է անում, որպեսզի տնօրինի 8.1 միլիարդ դոլար։ Կարող է առաջանալ հարց, թե դա պետական բյուջե է, ինչ է նշանակում տնօրինել։ Տեսեք, իրականում, երբ մենք խոսում ենք կոռուպցիայից, պետական բյուջեի գողությունից, մենք պետք է հասկանանք, որ կան շատ տարբեր մեխանիզմներ, որոնցից շատերը նաև ապացուցելի չեն։ Փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում հնարավոր չէ ապացուցել, որ տեղի է ունեցել բյուջեից գողություն։ Ամենահեշտ մեխանիզմը, որ բացվում է ինչ-որ մի X կազմակերպություն, որը օրինակ կապ ունի տվյալ քաղաքական ուժի կամ մարդու հետ, եւ այդ կազմակերպության միջոցով տարբեր տենդերներով սկսում են, այսպես ասած, գումարներ վերցնել բյուջեից։ Մի օրինակ բերեմ, որպեսզի ավելի պարզ հասկանաք, հա, օրինակ գրված է 250,000 ծառ է ձեռք բերվել, հատը 15,000 դրամով։ Հիմա որևէ մեկը բնականաբար այդ ծառերը չի գնալու հաշվի, որպեսզի տեսնի իրականում 250,000 հատ ծառ է ձեռք բերվել, թե ասենք 240,000 հատ։ Ընդհանրապես այդ ծառերի ձեռքբերման մասին փաստաթուղթ է դրվում, հա, այսինքն կա կազմակերպության կողմից տրված փաստաթուղթ, որ գնվել է 250,000 հատ ծառ։ Մյուս կողմից էլ կա փաստաթուղթ, որ ընդունվել է 250,000 հատ ծառ։ Ով է գնալու հաշվի այդ ծառերը, որ մի քաղաքացին, ոչ մեկ։ Ենթադրենք այդ ծառերից օրինակ իրականում ոչ թե 250,000 հատ է ձեռք բերվել, այլ 245,500 հատ, ընդամենը 500 ծառ։ Ընդամենը 500 ծառի մասով, որոնցից մեկը արժեր օրինակ 15,000 դրամ, արդեն 7.500.000 դրամ կորսվեց բյուջեից, այսպես ասած, եւ այս կորուստը իրականում ոչ ոք չի նկատի, չի կարող նկատել, եթե փաստաթղթերը նորմալ դրված են, ապա ամեն ինչ նորմալ է։ Սա ընդամենը մի պարզ օրինակ, թե ինչպես կարելի է տնօրինել օրինակ պետական բյուջեի միջոցները ոչ բարեխիղճ եղանակով։ Ձեզ մոտ կարող է առաջանալ հարց, որ եթե օրինակ ընտրակաշառքով այդ ուժը գալիս է իշխանության, ապա ոնց կարող է պետական բյուջեի միջոցները ոչ բարեխիղճորեն տիրապետել, կառաջանան տարբեր դժգոհություններ եւ այլն եւ այլն։ Այստեղ արդեն այդ քաղաքական ուժը, որը ներդրել էր այդ կես միլիարդ դոլարը, իշխանության գալուց հետո բնականաբար հավելյալ ներդրումներ նույնպես կարող է անել, քանի որ արդեն իր տիրապետման տակ ունի բավականին մեծ բյուջե, որից կարող է օգտվել, եւ նա կարող է հավելյալ ներդրումներ անել, օրինակ ԶԼՄ-ների միջոցով, տարբեր ազդեցության խմբերի միջոցով, այդ դժգոհությունները մեղմելու կամ չեզոքացնելու համար։ Դրանք ընդհանրապես մինիմալ ծախսեր են լինելու։ Արդյունքում ընտրողը
ով նախապես գումար էր վերցրել այդ ուժին իշխանության բերելու համար, այլևս պահանջ ներկայացնելու որևէ տարբերակ չունի, քանի որ նա իր քվեն, իր ձայնը վաճառել է եւ հետագա 5 տարիների ընթացքում նա զրկվել է նաեւ այդ իշխանությունը պահանջ ներկայացնելու իրավունքից, քանի որ նա ի սկզբանե համաձայնվել է կոպեկներով վաճառել իր ձայնը եւ իշխանության բերել տվյալ ուժին։ Տվյալ ուժը կատարել է իր ներդրումը քաղաքականության մեջ եւ գալով իշխանության պետք է արդարացնի իր ներդրումը, այսինքն հետ բերի եւ ոչ միայն հետ բերի, այլ նաեւ օգուտներ ստանա այդ ներդրումից։ Ընտրակաշառքը նաև անվտանգության խնդիր է, քանի որ ընտրակաշառքով իշխանության եկած ուժը բնականաբար չի մտածելու երկրի անվտանգության, պաշտպանության, տնտեսության զարգացման եւ այլնի մասին։ Այդ ուժը ի սկզբանե որդեգրել է բիզնես մոտեցում ընտրություններին։ Նորից եմ կրկնում, եթե տվյալ ուժը իրականում դրական գործունեություն է ծավալում եւ իշահ հասարակության ժողովրդի առաջարկներ ու ծրագրեր է առաջարկում, ապա գումար բաժանելու իմաստը ո՞րն է, հարցը չէ առաջանում, ինչու է նա բաժանում իր գումարները, որ գա մեր բոլորի համար ինչ-որ դրական գործունեություն իրականացնի, աբսուրդ է, չի կարող լինել նման բան, հետևաբար եթե նա գումար է բաժանում, ապա նա քաղաքականությունը դիտարկում է որպես բիզնես եւ իր համար իշխանություն կամ ընդդիմություն լինելը զուտ պայմանավորված է իր բիզնես շահերով։ Մի շատ կարևոր բան էլ, ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժի համար սպառնալիք է գիտակից, խելացի եւ քաղաքականությունից հասկացող հասարակությունը, քանի որ նման հասարակությունը բնականաբար երբեք ընտրակաշառք չի վերցնի։ Նրան պետք է միշտ աղքատ, կոպեկներից կախված, միշտ ինչ-որ մի հարց լուծելու փուլում գտնվող քաղաքացի, որպեսզի ընտրությունից ընտրություն այդ քաղաքացուն նա հերթական անգամ կատարի իր ներդրումը, վճարի այդ 50 կամ 100,000 դրամը պայմանական եւ նորից վերարտադրվի որպես իշխանություն։ Այսինքն այն քաղաքական ուժը, որը ընտրակաշառք է առաջարկում, ընտրակաշառք է բաժանում, որևէ կերպ չի կարող շահագրգռված լինել աղքատությունը վերացնելու հարցում, չի կարող, որովհետև աղքատ բնակչությունը նրա վերարտադրման գրավականն է։ Սա պետք է հասկանանք, որպեսզի պատկերացնենք, թե ինչ են մեզ առաջարկում եւ երբ մարդիկ համաձայնում են օրինակ այդ մի քանի հազար կամ 100,000 դրամը վերցնելուն, ինչ են նրանք դրա դիմաց կորցնում։ Նրանք դրա դիմաց կորցնում են բարեկեցիկ երկրում ապրելու հնարավորությունը, իշխանությունից պահանջ ունենալու հնարավորությունը, եթե ընդդիմություն է այդ ուժը, ապա այդ պարագայում էլ նրանք այլևս չունեն ներկայացվածություն ազգային ժողովում, քանի որ նրանք ի սկզբանե համաձայնվել են իրենց ձայնը X գումարով վաճառել։ Ես բացատրեցի այն դեպքը, երբ ուժը, քաղաքական ուժը ընտրակաշառք է բաժանում եւ գալիս է իշխանության։ Այստեղ ամեն ինչ պարզ է, այսինքն այդ ներդրումը արդարացված է ամբողջովին, քանի որ այդ գումարը, որը ծախսում է ընտրակաշառքների վրա, իշխանության գալու պարագայում բնականաբար մի քանի անգամ ավել հետ է բերվում այդ ուժի կողմից։ Հիմա եկեք հասկանանք, թե օրինակ ինչու է ընտրակաշառք բաժանում այն ուժը, որը գիտի, որ իշխանություն չի դառնալու եւ համաձայնվում է այդքան գումար ծախսել ազգային ժողովում որպես ընդդիմադիր լինելու վրա։ Նախ, արդեն իսկ ազգային ժողովի մանդատը դա բավականին ազդեցություն է քաղաքական ուժի համար, առավել եւս այն ուժի համար, որը ունի կապիտալը պահելու խնդիր։ Այստեղ շատ ուշադիր։ Տեսեք, այն ընդդիմադիր ուժը, որը խնդիր ունի կապիտալը պահելու հետ, նախ պետք է ունենա անձեռնմխելիություն, ինչը մանդատը ձեռք բերելով նա արդեն իսկ ձեռք է բերում։ Երկրորդը, այդ քաղաքական ուժը փոխում է իր կարգավիճակը։ Օրինակ, զուտ ինչ-որ անձից, ով զբաղվում է օրինակ տնտեսական գործունեությամբ, նա վերածվում է արդեն քաղաքական գործոնի եւ յուրաքանչյուր գործողություն, որը կիրականացվի նրա նկատմամբ, արդեն կարող է որակվել որպես քաղաքական հետապնդում։ Հաջորդ կարևոր գործոնը այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժը կարող է իր մտնել այսպես ասած քաղաքական առևտրի մեջ։ Նա կարող է որոշ հարցեր բարձրացնել ազգային ժողովում, չբարձրացնել ոչ մի հարցեր, ինչ որ օրենքների մասով լռել, իրեն հետաքրքրող օրենքները փորձել
իշխանական կուսակցության հետ պայմանավորվել եւ այն օրենքները, որոնք օրինակ վերաբերելի են իր կողմից ծավալվող բիզնես գործունեությանը անցկացնել, փաստացի այս ընդդիմադիր ուժը ազգային ժողովում լինելով սկսում է իշխանությունների հետ առևտուրը։ Այն ուժը, որը ընտրակաշառքով է եկել ազգային ժողով, որևէ պարագայում չի կարող հետաքրքրված լինել քաղաքացիների խնդիրներով։ Այդ ուժը, ինչպես ընտրակաշառք բաժանող իշխանության եկած ուժը, այս պարագայում էլ ընդդիմադիր ուժը զբաղվելու է իր անձնական խնդիրների լուծմամբ, քանի որ այս մարդը նորից ընտրողների ձայները գնել է, գումար է ծախսել, եկել է ազգային ժողով, նա պետք է հետ բերի իր գումարը կամ իր ծախսած գումարը պետք է արդարացված լինի եւ եթե իշխանության պարագայում գումարը հետ է գալու գումարային տեսքով, ապա ընդդիմության պարագայում դա հետ է գալու բազմաթիվ բոնուսներով։ Առաջին ազդեցությամբ ազգային ժողովում որպես ընդդիմադիր քաղաքական առևտրի արդյունքում ձեռք բերված հետաքրքիր պայմանավորվածություններով սեփական բիզնեսի համար, կապիտալը պահելով եւ մի շարք այլ բոնուսներով, որոնցից մեկը օրինակ կարող է լինել նաեւ այն, որ իր թիմի որոշ մասի համար բարձր աշխատավարձներով լավ գործ ապահովել։ Տեսեք, օրինակ նույն վերջին 5 տարվա ազգային ժողովի ընդդիմադիր ֆրակցիաների գործունեությունը վերլուծելիս, ես այդ մասով առանձին եթեր ունեմ, մենք տեսնում ենք, որ նրանք 5 տարում գրեթե ոչինչ չեն արել։ Այսինքն այս պարագայում ինչ է ստացվում, որ քաղաքական ուժը մտել է ազգային ժողով, փաստացի ծառայել է իշխանությանը, ինչու, որովհետև նույն այս վերջին 5 տարում այնքան ինչքան ընդդիմությունը ուժեղացրեց Նիկոլ Փաշինյանին որպես կերպար, ումից արժե վախենալ, ում դեմ ոչ մեկ ոչինչ չի կարողանում անել, ով գալիս է, գոռգռում է, հայհոյում է, ծաղրում է, ամեն ինչ ասում են դիմադիրներին եւ փաստացի նրանք ոչինչ չեն կարողանում անել։ Նրանք կատարեցին իշխանությանը ծառայող ընդդիմության դեր։ Ինչու այդպես ստացվեց, քանի որ երբ մենք որպես ընդդիմություն ազգային ժողով ենք բերում ուժերի, ովքեր ունեն խոշոր կապիտալ, արդեն իսկ ունեն կախվածություն իշխանություններից, ովքեր ունեն այդ կապիտալը պահելու խնդիր, ովքեր ունեն խնդիրներ եւ կապեր տարբեր երկրների հետ, հա, այսինքն այս մարդիկ խնդիր են իրենք իրենցով, քանի որ նրանց վրա կան բազմաթիվ ազդեցություններ, նրանք ունեն իրենց ֆինանսական միջոցները պահելու, պաշտպանելու խնդիր եւ մենք չենք կարող ակնկալել նրանցից իրական ընդդիմադիր գործունեություն եւ վերահսկողություն իշխանության նկատմամբ։ Այն պահից սկսած, երբ իշխանության նկատմամբ չկա նորմալ ընդդիմադիր ուժի կողմից վերահսկողություն, իշխանությունը կարող է անել ամեն ինչ, բառից բուն իմաստով ամեն ինչ եւ մնալ անպատժելի։ Ինչու, որովհետեւ երբ ընդդիմությունը ամեն անգամ ծառայում է նրան, տպավորություն է, թե նույն ազգային ժողովում օրինակ գուցե ձեզ մոտ տպավորություն է, որ այդ բոցաշունչ ելույթները որևէ հարց են լուծում, բայց դուք նայեք այդ մարդկանց գործունեությանը, նայեք վերջին 5 տարում ռեալ ինչ են արել ընդդիմադիր ուժերը ազգային ժողովում, խանգարել են որևէ օրենսդրական նախաձեռնության առաջմղմանը, փորձել են այնպես անել, որ որևէ օրենք, որը չէր բխում, օրինակ քաղաքացիների շահերից, պետության շահերից չանցնի, փորձել են ինչ-որ ձևով թուլացնել իշխանության վարկանիշը, ոչ, նրանք ամեն անգամ լեզվակռվի մեջ են մտել իշխանության հետ եւ պարտվել են, ինչով իսկ ուժեղացնելով իշխանությանը։ Գիտեք, իրականում նրանք ուրիշ բան չէին էլ կարող անել, որովհետև նույն Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը բնականաբար ունի բավականին խոշոր կապիտալ, եւ այդ կապիտալի հետ կապված հարցեր մշտապես շահարկվում է իշխանական ՔՊ-ի կողմից։ Եվ ամեն անգամ, երբ նրանք ինչ-որ հարց են փորձում բարձրաձայնել, բնականաբար նրանց հիշեցնելու են իրանց այդ կապիտալի հետ կապված հարցերի մասին, այդքանով թեման սահմանափակվելու է։ Հետևաբար այս ընտրություններին շատ ուշադիր պետք է լինել, որպեսզի ազգային ժողով գնան այնպիսի ուժեր, ովքեր կարող են վերահսկողություն սահմանել իշխանության նկատմամբ։ Իդեպ, ընդդիմությունը, որը ազգային ժողով է մտել կաշառք բաժանելով, ունի խոշոր կապիտալ, այդ կապիտալը պահելու խնդիր, այդ ընդդիմությունը ամենացանկալին է իշխանության համար, քանի որ այդ ընդդիմության հետ իշխանությունը միշտ կարող է պայմանավորվել, դեմ տալով նրան տարբեր հարցեր։
Հետևաբար, իշխանությունը երջանիկ է, քանի որ ունի ընդդիմություն, որը փաստացի ծառայում է իրեն, ելույթները մի կողմ ենք թողնում, այդ միմյանց մեղադրանքները եւ այլն, դա զուտ հասարակության համար է, ապահովելու համար այդ իբր ընդդիմություն վիճակը։ Եվ շահում է ընդդիմությունը, որովհետև լինելով ազգային ժողովում նա կարողանում է լուծել իր անձնական հարցերը, առաջ տանել իր բիզնես շահերը, տուժում է միայն հասարակությունը եւ պետությունը։ Հետևաբար, այն ուժը, որը ձեզ առաջարկում է ընտրակաշառք, դա կարմիր լույս է։ Միանգամից արդեն կարող եք իմանալ, որ այդ ուժը որևէ պարագայում չի բարձրացնելու ձեզ հուզող հարցերը առհասարակ, կլինի ազգային ժողովում, թե կդառնա իշխանություն, այդ ուժին ընդհանրապես հետաքրքիր չէ ձեր խնդիրները, ձեր հարցերը, այդ ուժին հետաքրքիր չէ հասարակության բարեկեցությունը, պետության վիճակը, դա քաղաքական առևտրով զբաղվող քաղաքական ուժ է, որի նպատակները բացառապես իր անձնական հարցերը լուծելն են։ Ի վերջո նորից եմ կրկնում, եթե մարդը ցանկանում է դրական գործունեություն իրականացնել, ապա նա չի կարող դրա համար ձեզ գումար առաջարկել։ Արդեն երկար ժամանակ է քննարկվում է այն հարցը, թե ինչու օրինակ ընդդիմադիր ուժերը չեն համախմբվում եւ միասնական մի նորմալ հայրենասեր մարդու թեկնածություն չեն առաջադրում որպես վարչապետի թեկնածու։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Այս ուժերից գրեթե յուրաքանչյուրը ունի իր խոսքը հիմնական ընդդիմադիր ուժերի մասին է, յուրաքանչյուրը ունի իր անձնական հարցը։ Մեկը ունի կապիտալը պահելու խնդիր, երկրորդը ունի իրավապահների հետ հարցը լուծելու խնդիր, երրորդը ունի կապիտալը ավելացնելու խնդիր, եւ այս մարդիկ չեն կարող բերել որևէ հայրենասեր նորմալ մարդու որպես միասնական վարչապետի թեկնածու, ով կհամաձայնվի լուծել իրենց անձնական հարցերը։ Տեսականորեն հնարավոր չի։ Պարզ է, որ յուրաքանչյուր հայրենասեր մարդ չի համաձայնվելու գալ եւ սպասարկել նրան շահերը։ Հենց այս պատճառով է, որ նրանք գերադասում են պայմանավորվել նույն Նիկոլ Փաշինյանի հետ, քան օրինակ բերել նորմալ վարչապետի թեկնածու եւ այդ միասնական թեկնածուով օրինակ մասնակցային ընտրություններին եւ վստահ եմ, որ այդպես շատ ավելի հեշտ կլիներ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Երկրորդ հարցը, որը առաջանում է, օրինակ ինչու Հայաստան դաշինքը, Ուժեղ Հայաստանը եւ Ծառուկյանը միասին մեկ դաշինքով չէին մասնակցում ընտրություններին։ Այստեղ արդեն պատճառը նորից շատ պարզ է, որովհետև եթե միասնական մի դաշինքով մասնակցեին, հնարավոր չէր լինի հասկանալ, թե որ ուժը ինչ տոկոսի չափով օրինակ եթե իշխանափոխություն անեին, կարողանային անեին, հնարավոր չէր լինի հասկանալ նրանցից որ ուժը քանի տոկոսով է մասնակցել այդ իշխանափոխությանը։ Եվ երբ կար արդեն դերերը բաշխելու, ռեսուրսները բաշխելու ժամանակը, խնդրի առջև կկանգնեին։ Իսկ այս պարագայում արդեն նրանք յուրաքանչյուրը կհավաքի այն տոկոսը, որը որ ինքն է հավաքել, եւ կարող են հանգիստ մտնել քաղաքական առևտրի մեջ, նույնիսկ եթե իշխանափոխության հարց առաջանա այդ պարագայում։ Ի վերջո ես հասկանում եմ, որ բավականին դժվար է գիտակցելը, ընդունելը ճշմարտությունը, բայց ճշմարտությունն այն է, որ այս մարդկանց երբեք չի հետաքրքրել Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Նրանց հետաքրքրել է ավելի լավ պայմաններ ունենալը իրենց եւ իրենց շահերի համար։ Եվ ինչ է ստացվում, եթե նրանք պետք է օրինակ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն, բայց իրենց համար ավելի լավ պայմաններ չեն ստեղծվելու, ապա նրանք գերադասում են, որ մնա Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, իրականում գուցե բարդ լինի պատկերացնելը կամ ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքականությունը նույնպես բիզնես է, այնտեղ ոչ ոք չի պատրաստվում ձեզ փրկել, եթե դուք ինքներդ դա չեք ուզում։ Եվ եթե դուք վաճառում եք ձեր ձայնը կոպեկներով քաղաքական ուժերին, ապա դուք ինքներդ եք արդեն զրկվում այդ ձեր ձայնը բարձրացնելու որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից։ Դուք համաձայնվում եք լինել ստրուկ։ Հետևաբար հաջորդիվ 5 տարիների ընթացքում անկախ նրանից, որ ուժին եք վաճառել ձեր ձայնը, այն ուժին, որը իշխանություն է դարձել, թե այն ուժին, որը ընդդիմություն է դարձել, դուք այլևս գործոն չեք, դուք գործոն եք դադարում լինել հենց այն պահից սկսած, երբ վաճառում եք ձեր ձայնը, բայց եթե դուք ինքներդ արժևորեք ձեր ձայնը, դուք կհասկանաք, որ այս քաղաքական բիզնեսի մեջ ամենաորոշիչը, ամենաթանկը հենց ձեր քվեն է, որը դուք ինքներդ պետք է պաշտպանեք, այլապես բազմաթիվ քաղաքական դերակատարներ դրա վրա բազմապատկելու են իրենց կապիտալը, կոպեկներով օգտագործելու են ձեզ, այսպես ասած, պետք չի նեղանալ այս բառից, որովհետև իրականությունը դա է։
Եվ արդյունքում դուք ոչինչ չեք ստանալու։ Հիասթափվելու եք նորից հերթական անգամ, մտածելու եք, որ այդ մարդիկ նորից խոստացան եւ ձեզ խաբեցին, բայց փաստն այն է, որ եթե դուք ինքներդ չուզեիք խաբվել, ապա ձեզ չէին խաբի։ Առհասարակ ժողովրդավարությունը ներկայումս գոյություն ունեցող մոդելներից ամենալավ կառավարման ձևն է, դեռ ավելի լավը չի հնարվել, բայց այն ունի մի շարք առանձնահատկություններ։ Եթե հասարակությունը չի գիտակցում ժողովրդավարության դրական կողմերը, չի հասկանում, որ իր քվեն որոշիչ է, չի պատկերացնում, թե ինչ չափով է որոշիչ, ապա նա միշտ օգտագործվում է եւ հիասթափված մնում, իսկ երկիրն էլ բնականաբար չի զարգանում։ Ընտրակաշառքը ամենաարատավոր երևույթներից մեկն է հենց այս առումով, քանի որ քաղաքացին ընտրակաշառքի շնորհիվ ընտրելով քաղաքական ուժին, ի սկզբանե զրկում է ինքն իրեն այդ ուժին պահանջներ ներկայացնելու հնարավորությունից։ Ես հենց այս պատճառով է, որ ես ինքս մշտապես այս եթերներով փորձում եմ ներկայացնել կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոնք ի դեպ շատ կարևոր են։ Եթե ուզում եք իմանալ արդյոք քաղաքական ուժը ձեզ խաբում է թե ոչ, ապա նրան պետք է տալ 3 հարց. ինչ է անելու, ինչպես է անելու եւ ինչ ժամկետներում է անելու։ Եթե այս 3 հարցին քաղաքական ուժը չի կարողանում հստակ պատասխաններ տալ, ապա նա ձեզ խաբում է եւ զբաղված է պոպուլիզմով։ Օրինակ, կենացային ինչ-որ տեքստեր է ասում. ես գալու եմ եւ ստեղծելու եմ 500,000 աշխատատեղ, օրինակ, ինչպես է ստեղծելու։ Եթե չկա հստակ գործողությունների պլան, գործողությունների պլանը այն չէ, որ օրինակ զարգացնելու ենք տնտեսությունը, հետևաբար ստեղծվելու է 500,000 աշխատատեղ, զարգացնելու ենք արդյունաբերությունը, հստակ, ինչպես, ինչ ներդրումներով, ինչ միջոցներով, ով է տալու այդ գումարները եւ նաեւ ինչ ժամկետում։ Այս 3 հարցին, եթե քաղաքական ուժը ձեզ չի տալիս հստակ պատասխան, ուրեմն նա զբաղված է պոպուլիզմով, նա ձեզ խաբում է։ Ուշադրություն դարձրեք շատ կուսակցությունների նախընտրական ծրագրերին։ Եթե մի փոքր ժամանակ տրամադրեք, նույնիսկ եթե ինքներդ էլ չեք կարդում, ապա կարճ կետերով նշված է, խոսում են ամբողջ օրը մարդիկ դրա մասին, փորձեք հասկանալ, որ ուժն է ի սկզբանե ձեզ խաբում եւ բացառեք նրանց։ Անպայման մասնակցեք ընտրություններին եւ ընտրեք այն ուժերին, որին ոչ թե ուղղակի զգայական առումով հավատում եք, սիրում եք, ձեզ դուր է գալիս արտաքինը եւ այլն։ Դա էլ է իհարկե ընդունելի, բայց եթե մենք ուզում ենք ունենալ բարեկեցիկ երկիր, զարգացող երկիր, ապա պետք է նախ կարողանանք կողմնորոշվել եւ ընտրել այն քաղաքական ուժին, որը ի սկզբանե մեզ չի խաբում, իսկ ի սկզբանե խաբում է այն ուժը, ով մեզ ընտրակաշառք է առաջարկում, սա կարմիր լույս է։ Երկրորդը, եթե մեզ առաջարկում է ծրագրեր, որոնք իրագործելի չեն, հեքիաթային գեղեցիկ կյանք է առաջարկում, բայց դա ռոմանտիկայի ժանրից է։ Այս երկու գործոնը ի նկատի ունեցեք եւ անպայման ընտրեք, կատարեք ընտրություն, գնացեք եւ քվեարկեք։ Ես ինքս օրինակ վերջին շրջանում մի վերլուծություն էի արել, որտեղ ներկայացրել էի կուսակցությունների նախընտրական ծրագրերը եւ երևի նկատած կլինեք, վերջին շրջանում շատ եմ խոսում նույն ՀԱԿ-ի նախընտրական ծրագրից, ինչու, որովհետեւ այդ կուսակցությունը ուղղակի ներկայացրել է ռացիոնալ նախընտրական ծրագիր։ Ամեն ինչ շատ պարզ, հստակ, հասկանալի, շարադրված է։ Մարդը առաջարկում է անելու ենք այսինչը, նշում է ինչպես են անելու, ինչ ժամկետներում են անելու։ Իմ համար դա շատ նորմալ ծրագիր է, adekvat, ռացիոնալ, որը ինձ չի խաբում։ Իմ համար կարևորը որպես ընտրող, որպես լրագրող այն է, որ քաղաքական ուժը ի սկզբանե ինձ չի խաբում, բայց երբ քաղաքական ուժը ի սկզբանե ինձ խոստանում է անիրական ինչ-որ հեքիաթային կյանք, զբաղվում է պոպուլիզմով, բնականաբար նրա նպատակը չի կարող լինել Հայաստանը զարգացնելը կամ իմ հարցերը լուծելը, իմի նկատի ունեմ քաղաքացիներին, առհասարակ, այլ նա զբաղված է բիզնեսով, քաղաքական բիզնեսով։ Եվ վերջում, իրականում այս ընտրությունները բավականին լուրջ կարևորություն ունեն նաև այն առումով, որ եթե մենք չկարողանանք անգամ իշխանափոխություն անել, այս պահի դրությամբ ես ազդակներ չեմ տեսնում իշխանափոխության,
բայց դեռ ժամանակ կա, բայց մենք կարող ենք լուծել մի շատ կարևոր հարց։ Մենք կարող ենք նոր որակի ազգային ժողով ձևավորել։ Մենք կարող ենք այնպիսի ուժ ուղարկել ազգային ժողով, որը որակապես կփոխի ազգային ժողովը, կլրջացնի, կբերի այնպիսի մի դաշտ, որտեղ արդեն մենք ստիպված չենք լինի ամեն օր լսել անիմաստ վիրավորանքներ, այլ կքննարկվեն լուրջ հարցեր։ Ես ինքս որպես այդ ուժերից ես ինքս դիտարկում եմ առաջինը ՀԱԿ-ին եւ նաեւ ինչ որ չափով Արման Թաթոյանի միասնության թևեր ուժը։ Մնացած ուժերի մասով ես հետևում եմ քարոզարշավին, մոտ ժամանակներում կներկայացնեմ նաեւ ամփոփ, թե որ ուժի քարոզարշավը ինչպես եմ գնահատում, նաեւ կներկայացնեմ նրանց ծրագրային հիմնական դրույթները ավելի բացված։ Այսօր այսքանը, լավ եղեք, ցտեսություն։